Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատգամավոր Մասկ նախագահ Հովիկ Աղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերելու համար։ Սիրով։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինչպես իրենք են ասում, ներքին քարոզարշավ են սկսել, այցելում են մարզեր, շփվում են բնակիչների հետ, ճանապարհին էլ կարկանդակ եւ եգիպտացորեն են ուտում։ Ինչպես է այս process-ը գնահատում, արդյոք գործ ունենք ներկուսակցական ժողովրդավարության հետ, ինչպես քպականներն են պնդում։ Չէ, սա մի քիչ դուրս է ներկուսակցական ժողովրդավարության շրջանակներից եւ ավելի շատ նման է նաեւ քարոզության, ասենք, ընտրաշավի օրենքի խախտում չկա այդտեղ, բնականաբար անում են, բայց իրենք այդ ամեն ինչը վերենացում պերֆորմանսի, ներկայացման շոուի, իսկ այն դեպքում, երբ որ քո հարևան երկրում, եղբայրական երկրում ես կասեմ, տեղի ունենում սարսափելի իրադարձությունների, որտեղ ասենք աղջիկներ են մահանում 7-ից 12 տարեկան աղջիկներ են զոհվում Ամերիկայի եւ Իսրայելի բարբարոսական գործողությունների արդյունքում, այդ ամեն ինչը դառնում է մի քիչ ծամածառության նման։ Իրենք բայց պնդում են օրինակ, որ տարածաշրջանում այդ լարվածությունը նաեւ Հայաստանին չի սպառնում։ Դուք կիսում եք այդ տեսակետը։ Չէ, գիտեք ինչ, չի կարա չսպառնա, որովհետեւ մի օր, մի ժամի շատ հնարավոր է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարվածի Ամերիկայի դեսպանատանը եւ ասենք դա կարող պատահի շուտով տեղի ունենա։ Ասենք իրանց այդ իրավունքը վերապահում են, որովհետեւ իրանք այդ հզոր ուժի դեմ կռվելու ուրիշ տարբերակ չունեն։ Ասենք բացի այն, որ աշխարհին հասկացնեն, որ տեսեք ինչա տեղի ունենում, հիմա ինչ այդ մերձավոր արևելքի երկրներին, արաբական երկրներին, որ բակոծում, ասենք ինչ-որ ձևով բան անում, անհագստություններ պատճառում, ինքը թշնամական բաների մեջ չի այդ երկրների հետ։ Ուղղակի դա լոգիկան, ու կա ձեր մոտ ատոմային ռազմակայաններ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնտեղից իրականացնում են մեր երկրի դեմ գործողություններ թշնամական, մենք էլ պատասխան ենք տալիս։ Հիմա վաղը միսօրը պարզվի, որ դեսպանատունը, Հայաստանում գտնվող դեսպանատունը ինչ-որ բաներ է, եւ նմանատիպ ծառայություններ է մատուցում ռազմական բնույթի։ Կարող է խփել, բայց դա չէ, դա գցենք դնենք մի կողմ, Բոլոր դեպքերում, բանը, մարդիկ են զոհվում։ Ասենք Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ, թեյ է խմել Բարսաշյան պաշտոնյաների հետ, այն ընդունելությանը, որ ինքը արժանացավ, աշկ շոյող հաճելի էր տեսնել հարգանքով, ակնածանքով, որ ես չեմ հիշում պատմության մեջ նման բան, որ այդպես որևէ հայ իշխանավորի դիմավորած լինեն, որևէ տեղ։ Դրանից հետո բան անում, ասենք այդ մարդիկ զոհվում են, ես Սուրեն Պապիկյանը ծանր որում լավ ռեյտինգ ունեցող ինչ-որ իմաստով քաղաքական գործիչ, պաշտպանության նախարար, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները պարբերաբար հայտարարում են, որ եթե իրենք չլինեն իշխանության, ապա պատերազմ կլինի։ Ձեր գնահատմամբ ինչու են նրանք այս կերպ ահաբեկում հանրությանը։ Դե որովհետև իրենք ամեն ինչ անում են, որպեսզի վերարտադրվեն, բնականաբար։ Եվ բնականաբար դա էլ ասենք իրենց գործիքակազմի մի մասն է կազմում, որ իրենք խաղաղություն բերող են, եւ ես պիտի ասեմ, որ ինչ-որ իմաստով դա աշխատում է, ինչ-որ իմաստով դա աշխատում է, որ չի աշխատում։ Անդիմադի շատ ուժեր, այսօր իրենց այսպես կոչված նախընտրական բաները, որ լսում ես մեկ կամ գնահատականները, իրենց բաների մեջ ռևանշիստական բանը գիծը զգացում է։ Եվ դա շատ վտանգավոր է քաղաքական իմաստով։ Դա կբերի այնպիսի իրավիճակի կհասցնի, որ հասարակությունը կտրամադրվի դեպի քաղաքացիական պայմանագիրը, դեպի Նիկոլ Փաշինյանը, եւ ասենք այդ ռևանշիստական փոքրիկ նկատումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչին կհետևի փախստականների, Ադրբեջանի փախստականների վերադարձը Հայաստան, էլ չեմ այլ բաներ ասում, կոնկրետ մի բան եմ ասում, փախստականների վերադարձը Հայաստան, ինչն կդառնա սկիզբը Հայաստանի պետականության վերածման։ Այսինքն ընդդիմադիր շատ ուժեր, քաղաքական ուժեր եւ անհատներ իրենց վարք ու բարքով եւ քաղաքական կեսվածքով նպաստում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Դրա համար իրանք այդ բանն են անում, խաղաղասեր ուժեր եւ ռազմատենչ ուժեր։
Ցավոք սրտի դա հարեժմ աշխատում է։ Իհարկե ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ, իրենք խաղաղություն, ասենք խաղաղությունը տարբեր ձևով կարելի է անցնել։ Օրինակի համար այո, այսօր Արցախում խաղաղություն է, արդեն ինչքան ժամանական դե որևէ կրակոց չկա, բայց այդ խաղաղությունը մեզ պետք չի, ինձ պետք չի այդ խաղաղությունը։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն առաջարկել է խորհրդակցություններ սկսել եւ քննարկել իմպիչմենտի գործընթացը։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք այս գործընթացից եւ արդյոք իրատեսական եք համարում, որ ընտրություններից 3 ամիս առաջ նման գործընթաց կիրականացվի։ Ես ավելի քան իրատեսական եմ համարում եւ նաեւ ողջունում եմ Դավիթ Համբարձումյանի այդ նախաձեռնությունը, ինչպես նաեւ հանրապետական կուսակցության եւ պատիվ ունեմ դաշինքի պատրաստակամությանը, որովհետև իմպիչմենտի գործընթացը փակված չէր, ինքը օրակարգում էր ինչ-որ իմաստով եւ հիմա իրենք ակտիվացնում են այդ իրենց ջանքերը, դա շատ կարեւոր գործընթաց է հենց ընտրություններից առաջ, անդիմությանը համախմբելու իմաստով հնարավորություն կա իմպիչմենտի ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից եւ հունիսի 7-ին գնալ ընտրությունների առանց վարչական ռեսուրսի կիրառման այս կամ այն ուժի կողմից, որովհետև իմպիչմենտի արդյունքում իշխանության եկած ուժը պետք է ձևավորվի հավասարակշռված մի կառավարություն բոլոր ուժերի բաղկացած մասնակցությամբ եւ հետեւաբար հունիսի 7-ին Հայաստանում գործող քաղաքական ուժերը կգնան ընտրությունների առանց վարչական ռեսուրսի հանդիպելու, առանց ռեպրեսիվ գործողությունների հանդիպելու եւ հնարավորություն կունենան ներկայանալու ժողովրդին իրենց ծրագրերով եւ ժողովուրդը կարող է ձևավորի շատ ուժեղ իշխանություն եւ նաեւ քանի որ այսպես թե այնպես պետք է գործընթացը հնարավոր չի իրականացնել առանց արտախորհրդարանական ուժերի համախմբման, հետեւաբար սա նաեւ պետք է նպատակ հետապնդի արտախորհրդարանական ուժերին համախմբելու, ինչպիսիք են մեծ շարժումը, ՀԱԿ-ը, Միասնության թևերը, Գագիկ Ծառուկյան եւ ելի որոշ ուժեր թող միանան իմպիչմենտի գործընթացին եւ իրենք համախոհներն էլ պետք է արտաքին ճնշում լինի բնականաբար որպեսզի խորհրդարանը նման որոշում կայացնի։ Այստեղ ինքը հանդես գա նաեւ այս երևույթը գործընթացը որպես լակմուսի թուղթ, որքանով են այս կամ այն ուժը տրամադրված քաղաքացիական պայմանագրի դերակատարությունը մեր քաղաքական դաշտում մինիմիզացնելու ուղղությամբ։ Իշխանությունները պնդում են, որ այս ընտրություններում իրենք ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին հողում անելով տարբեր հարցումների արդյունքների։ Դուք իշխանական թիմի ներկայացուցիչ չեք եղել, ձեր գնահատմամբ որտեղից այս ինքնավստահությունը հայ ԿՊԱ-ականներին եւ ինչու պիտի մեր հանրությունը գնա ու այս ընտրություններում ձայն տա քաղաքացիական պայմանագրին։ Իրական ռեալ պատկերը իմ գնահատականներով, որ բնականաբար սուբյեկտիվ է, իրական ռեալ պատկերը, ասենք հրաշքով բոլոր ընտրողները կան ընտրության, ասենք ենթադրենք թե այդ դեպքում քաղաքացիական պայմանագրի կուսակցության ռեյտինգը մոտ 25% կլինի, 25% զանգավակի, այսինքն շատ հեռու իշխանություն ձևավորելու շեմից, բայց չի լինի այնպես, որ բոլորը կան ընտրության։ Եվ մի կողմից, մյուս կողմից այսօր ընդդիմության շրջանակներում առաջատար ուժ է հանդիսանում մեր ձևով շարժումը, ով հանդես է գալիս հետևյալ դիրքերից, որ իրենք կինոյի ուժեղ տղերքն են, եկել են, որ Դևին սպանեն։ Իրանք մենակ Դևին չեն կարող սպանել, որովհետև Դևի թիկունքում կանգնած է Եվրոպան եւ Ամերիկան, աջ թևում կանգնած է Թուրքիան, ձախ թևում կանգնած է Ադրբեջանը եւ հետեւաբար Դևին իրանք միայնակ չեն կարող սպանել։ Իրանք պիտի ձեռնպահ մնան այդ ամբիցիայից եւ փորձեն ընդդիմության հետ միասնական այդ խնդիրը լուծեն։ Բայց քանի որ երևում է ակնհայտ երևում է որ այդ մեծով առայժմ համենայն դեպս մեծով շարժման հաջողակ բիզնեսմենները բավականին անհաջող քաղաքական գործիչներ են փորձառության պակասության իմաստով այդ բանը տենում են նաեւ իմ նախկին գործընկերները եւ հետեւաբար իրենք գիտեն որ X պահի անկախ ամեն ինչից եթե իրենք թափ հավաքեն մեծով շարժումը թափ հավաքի եւ որոշ ընտրազանգված տանի իր հետեւից X պահի իրենք ուղղակի շարժումը դուրս կմղեն քաղաքական պայքարից չեն թողնի հասնի ֆինիշին իսկ այդ դեպքում արդեն եթե մեծով դուրս մղվի քաղաքական պայքարից այդ դեպքում իհարկե քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը գավակի 70% դա շատ բարձր հաշվարկ է։
Պարոն Աղազարյան, 3 ամսից խորհրդարանական ընտրություններն են, առաջիկա ընտրությունները շատերն արդեն անվանում են որոշիչ եւ այսօր դուք էլ ասուլիսում հայտարարեցիք ձեր մասնակցության մասին դրան, ինչ պիտի անի ընդդիմությունը, նաեւ դուք, որպիսի հանրությունը գնա եւ ակտիվ նախ մասնակցություն ցուցաբերի ընտրություններին եւ այդ ընտրություններում իշխանափոխություն անի, քանի որ դուք էլ ձեր խոսքում նշեցիք եւ ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ Հայաստան այցի շրջանակներում անուղղակի ասաց, որ ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ինչ պիտի անի ընդդիմությունը, որ կարողանա այս ընտրություններով իշխանափոխության։ Նորից եմ ասում, որևէ ուժ չպետք է վրա վերցնի Դևին սպանելու մենաշնորհը, որովհետեւ չի կարող ուղղակի չի կարող, հետեւաբար պետք է ընդդիմությունը գնա ընտրություններին միասնական, ոչ թե միասնական ցուցակով, այլ միասնականության տարբեր ձևեր կա, մասնավորապես ձևերից մեկը ճակատ ստեղծելն է, այսինքն արդեն կան չէ մի քանի ուժեր գոյություն Հայաստան դաշինք, ՀԱԿ-ն արդեն կոնկրետ հայտ ներկայացրել, Մեդզևովը, Գագիկ Ծառուկյան, միասնության թևեր եւ ելի ձևավորվի 1-2 այսպես կոչված հայկական քվեն, որը հայկական քվեն, հայաքվե ազգային միավորման։ Հա, վերջը, ելի ձևավորվեն 1-2 ուժեր ձևավորվեն, ընդդիմադիր դաշտի ես ինդիկատոր ունեմ։ Եվ այդ ուժերը պետք է ստորագրեն հուշագիր, որ գնում են միասնական ընտրությունների։ Եվ այդ միասնական ընտրությունների գնալու արդյունքում պետք է ձևավորվելու ժամանակավոր կառավարություն։ 4 ամիս, բայց ոչ ավել քան ասենք 1 տարի, որի նպատակն առնելու քաղաքացիական պայմանագրի դերակատարությունը քաղաքական դաշտում հասցնել մինիմումի, Նիկոլ Փաշինյանը հեռացնել իշխանությունից եւ գալ ասենք նոր հավասար պայմաններում գալ ընտրությունների եւ ժողովուրդը ձևավորի իր իշխանությունը։ Ճակատի դեպքում արդեն, ճակատի գոյության դեպքում Նիկոլ Փաշինյանը, եթե նույնիսկ մեր ձևով շարժմանը հեռացնի քաղաքական դաշտից, հաշվի առնելով որ թափ հավաքում մեր ձևով շարժումը, ապա մեր ձևով շարժումը կհայտարարի, որ սիրելի ընտրողներ, նրանք ովքեր պետք է ձայնետային մեր շարժմանը, ապա ձայնետվեք ճակատից որևէ ուժի, որովհետև ձևավորելու 4 ամսով իշխանություն, այդ իշխանությունը մենք մաս ենք կազմելու, այսպես թե այնպես անկախնալից խորհրդարանում մարդկանց թե չենք ունենա, եւ 4 ամիս հետո կլինի նորից նոր ընտրություններ, այդ ժամանակ արդեն մենք կհավաքնենք, որ միազնյա ասենք իշխանության գանք։ Այդ տիպի մի բան պետք է ձևավորվի, որպեսզի հասարակ քաղաքացին շարքային ընտրողը մտածի, որ եթե իր հետ լուրջ հակասություններ ունեցող ուժերը գնում են ընտրությունների միասնական ինչ-որ մի նպատակով, արկախելով իրենց մեջ գոյություն ունեցող տարաձայնությունները, ինքն կասի գնամ այդ մարդկանց նա շանս տամ, տենամ այդ մարդիկ լուրջ մարդիկ են, թե չէ, եւ այսիկ կնպաստի բանի ավելացմանը, ընտրողների թվի ավելացմանը, ինչը շատ այդպես կոչված մահացու վտանգ է իշխանության համար որպես վերարտադրության իմաստով։ Ընդդիմությունը անընդհատ այսպես ասում է, որ համապետական այս ընտրություններում կրկնելու է Գյումրիի սցենարը։ Եթե ընդդիմությունը հաջողի Գյումրիի սցենարը կրկնվի ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի ընտրություններում, ձեր գնահատմամբ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանն իշխանությունը խաղաղ կհանձնի իրեն հաղթած ներկայացնում։ Նիկոլը թույլ չի տա Գյումրիի սցենարը կրկնվելուն։ Գյումրիի սցենարը կրկնվելու համար շատ կարևոր է, անհրաժեշտ է եւ բավարար, որպեսզի մեր ձևով շարժումը քվեարկվի հունիսի 7-ին հասնի, ասենք ֆինիշին։ Իսկ ինքը այդ ճանապարհին մեր ձևով շարժմանը դուրս է մղելու ընտրապայքարից եւ հետեւաբար մնացած ուժերը ի վիճակի չեն լինելու իրականացնելու Գյումրիի սցենարը, այլ կլինի ճիշտ հակառակը, կլինի 70-30% հարաբերակցություն օգուտ իշխանությունների։ Իսկ ձեր կարծիքով ո՞րն է այն ուժը այսօր, որ իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական պայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա, որը նաև իրենք են հասկանում ու գիտակցում։ Մեր ձևով շարժումն է։ Բայց մեր ձևով շարժումը ճիշտ է, ինքը իրենք նաև հետաքրքիր ձևով են ասենք կառուցում իրենց այսպես կոչված աշխատանքները, հնարավորինս մաքուր մնալով Հովիկ Աղազարյաններից, Հակոբ Աստանյաններից, Արծվիկ Մինասյաններից, չգիտեմ Սերժ Սարգսյաններից եւ այլն, իրանք իրենց բանով են գնում։ Էդի որոշակի բան տալիս է իրենց ասպես կոչված մեկնարկային հարաբերություն տալիս է, իբրև թե նոր ուժ են, էլի բանում, այդ տալիս է հարաբերություն։ Բայց դա բավարար չի լինելու։ Դա բավարար չի լինելու այդ հարցերը լուծելու համար, ես նորից եմ ասում, որովհետեւ իրենք այդ բանը չեն հաշվի առնում, որ հնարավոր է, որ իրենց դուրս մղեն ընտրապայքարից։ Հետևաբար, ճիշտ է, իրանք են ներկայացնում լուրջ վտանգ եւ իրանց էլ, ասենք, իշխանությունները կարան ինչ-որ պահի դուրս մղել եւ հետևաբար այդ վտանգը չզոքացնել։ Իսկ մնացած ուժերը չունեն այդ բանը։ Այստեղ հետաքրքիր է ուրիշ բան։ Հետաքրքիր է, որ ուժն է, որ կարա այնց անի, որ
բանալի ընտրություններում ընդդիմություն հավաքական ընդդիմությունը միասնական այսպես կոչված հաջողություն արձանագրի։ Այդ դաշնակցությունն է, որովհետև դաշնակցությունը միայն այսօրվա հայ իրականության մեջ ունի կառույց, որտեղ կան մարդիկ, որոնք անխոցելի վստահաբար կարան ընտրական տեղամասերում պահպանեն այն իրավիճակը, որ ընտրողի ձայնը չկորի։ Հետևաբար այս իմաստով էլ նաև պետք է այդ համագործակցությունը տեղի ունենա, ասենք իրանք ուժեղ են, մեր ձևով շարժումը ուժեղ է այդ բաների բերումով, Հայաստան դաշինքը խոցելի է, որովհետև մի հսկայական, զանգված, հայ իրականության մեջ չի ընդունում Ռոբերտ Քոչարյանին, դիմա դա իրականությունն է, չես կարող դրա դեմել պայքարել։ Բայց դաշնակցությունն է հիմա այսպես փոխկապակցված, այսպես ասած Ռոբերտ Քոչարյանի հետ դա վտանգ չի ներկայացնում։ Վտանգի չի մասով։ Այսինքն որ դաշնակցությանն էլ չվստահի հանրությունը։ Դե հա, հիմա այդ կա, բայց Հայաստան դաշինքը հաղթարելու է, շեմ, դա ակնհայտ է, բայց բավարար չի լինելու ինչ-որ որակական բաներ անելու համար։ Բայց այդ իմ ասած միասնությունը, միասնականությունը ավելի ճիշտ, միասնականությունը կտա արդյունք։ Պարոն Աղազարյան, դուք արդեն այսօր հայտարարեցիք մասնակցության մասին, արդեն որոշել եք ինչ ձևաչափով եք մասնակցել ընտրություններին, համագործակցության մասին, ինչ որ արդեն որոշումներ կան, քննարկումներ կան, քաղաքական դաշտում բազմաթիվ ուժեր կան, նաև նոր ուժեր կան, ինչպես դուք նշեցիք, որևէ մեկի հետ այսպես համագործակցության որոշում արդեն ունեք։ Դե մեր շարժումը, ինչպես ասեցի, ինքը գնում է բան, այսպես կոչված ստիլիլ, բան, անպոտ ոտքերով, մենք դե չկանք։ Հայաստան դաշինքի Սերժ Սարգսյանի հետ այս կամ այն առնչություն ունեցող ուժերի հետ մենք չենք ուզում միանանք, այսպես կոչված, միասնական ցուցակի կոնտեքստում գաղափարական լուրջ հակասությունների պատճառով։ Հակը չի ուզում մեր երեսը տենա, որովհետև մենք պարբերաբար քննադատել ենք առաջին նախագահին, ամենաառաջին նախագահին, այն ոչ թե երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ուշ, այլ վաղ Լևոն Տեր-Պետրոսյանին, ներողություն, ոչ թե վաղ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանին մենք քննադատել ենք, վիրավորական որևէ բան արտադրություն մենք թույլ չենք տվել մեզ, ես կամ պարոն Արսլանյանը, բայց քննադատել ենք եւ իրենք չեն ուզում մեր երեսը տենալ կողմից ասած, մենք իրենց շատ կարևորում ենք, շատ գնահատում ենք, հակի մեր անդամներին շատ են ճանաչում ենք եւ շատ բարձր են գնահատում իրենց եւ մոտավոր պոտենցիալը եւ մյուս արժանինքները, բայց իրենք մեր երեսը չեն ուզում տնան, ասենք հակնել դուրս եկավ։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված, դե մենք այն կարգավիճակում ենք գտնվում պարոն Ասլանյանի հետ, որ մենք չենք կարող այդքան ասենք բանալ։ Եթե իրենք առաջարկեին, մենք ամենակիչը շնորհակալություն գայտնենք եւ քննարկման առարկա կարող լինել Գագիկ Ծառուկյանի հետ։ Այսինքն այն ուժերը, որոնք այսօր արդեն հայտ են ներկայացրել, մենք իրաց հետ հնարավորություն չունենք այս կամ այն կերպ բանակցելու կամ ինչ-որ բաների գալու։ Մնացած ուժերի հետ, ընդդիմադիր դաշտի մնացած ուժերի հետ, որ դրանից որոշների հետ մենք այսօր բանակցությունների մեջ ենք եւ մենք էլ, քանի որ գտնում ենք, որ միասնական գնալը շատ կարևոր է դաների փոշիացում թույլ չտալու իմաստով, անելու ենք ամեն ինչ, որ որոշակի բան առաջանա, մենք էլ լինենք այդտեղ։ Եթե չստացվի, դե արդեն մենք մենակ կգնանք, բայց դա կճշտվի երևի առաջիկա 15-20 օրվա ընթացքում։ Նախորդ մեր զրույցի ժամանակ դուք ասացիք, եթե դոկ կուսակցությունը առաջարկի, դուք կհամագործակցեք։ Առաջարկ քննարկում եղել է, թե ոչ այս ընթացքում։ Եթե դոկ կուսակցությունը մեզ ասենք բանանի, որովհետև մենք ճիշտ է պարոն Ասլանյանը եւ ես հասարակությանը հայտնի մարդիկ ենք, բայց մենք այդ բանը չունենք, էլի այսպես կոչված քաղաքական, ինչ ասեմ, կուսակցական իմաստով այդ ուժը կշիռը չունենք, որ մենք ասենք արի բանակցենք։ Իրանք պետք է, եթե գտնում են, որ մենք կարող օգտակար լինենք, այդ ուժերը իրանք պետք է մեզ առաջարկեն, մենք էլ ասենք, բանա, հա, հարց չկա, մասնակցենք։ Հիմա բանա չկա այդպես առաջարկություն։ Պարոն Աղազարյան, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լինի միութենական պետություն։ Ինչպես եք գնահատում այդ մոտեցումը, այս հայտարարությունը։ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ իր արտաքին քաղաքականության մեջ եւ անվտանգային խնդիրների լուծման մեջ պետք է առաջնորդի միայն ու միայն իր պետական շահերով եւ հետեւաբար ասենք ես մանավանդեսով նման հայտարարությունները ես չեմ գտնում, որ դրանք ճիշտ են, առավելևս Վիտալի Բալասանյանի կողմից, ով
բարձր պաշտոններ զբաղեցրել Արցախում։ Արցախի հերոսը նաև Եվ Արցախում նման այսօր հայտարարել։ տիրում է խաղաղությունը, որը հետ իմ համար ընդունելի չէ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են 10,000 դրամով, բայց մի քանի ամիս առաջ ասում էր, որ եթե 10,000 դրամով բարձրացնեն, թոշակառուն չի իմանա ինչպես, որտեղ ծախսի այդ գումարը։ Այս մասով ինչպես կմեկնաբանեք նրա այս հակասությունը եւ շատերը պնդում են, որ սա կապված է այս նախընտրական գործընթացների հետ։ Կիսում եք այդ տեսակետը։ Միանշանակ կախված է նախընտրական գործընթացների հետ, որովհետև ընդամենը 4 ամիս առաջ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բյուջե բերեց եւ հաստատեց ազգային ժողովը, որտեղ կարծեմ 1 միլիարդ 200 միլիոն դոլար դեֆիցիտ կա։ 1 միլիարդ 200 միլիոն դոլար դեֆիցիտ կա։ Ըստ էության այդքան պետք է պարտքն ավելանա։ Այսինքն փող չկար բան ավելացնելու համար։ Կառավարությունը այն ժամանակ գտնում էր, որ փող չկա թոշակներ ավելացնելու համար։ Իդ որ ասում ինչ պիտի անի թոշակառուն բան, այդ ասեն փաթեթավորումն է։ Իսկ հիմա կառավարությունը գտավ, որ փող կա։ Այսինքն եթե գտավ, որ փող կա, մենք պետք է հասկանանք, որ այդ 1 միլիարդ 200 միլիոնանոց դեֆիցիտի համար ներքին հնարավորությունները ձեռբերվել եւ այդ 1 միլիարդ 200 միլիոնանոց դեֆիցիտի, ասենք, կեսը մեր ներքին հնարավորությունները ենք փակում, այլ մի կեսն ենք վարկ բանանում, վարկ վերցնում եւ այստեղ ասենք կարելի կլինի ավելացնել թոշակները, բաների, կեսաթոշակառունի թոշակները ավելացնել։ Հետևաբար կառավարությունը կամ այն ժամանակ է եղել հիմար, կամ հիմա է հիմար։ Հիմա թե որ վաղտանից է հիմար, դա կարևոր չի։ Կառավարությունը հիմար կառավարություն է եւ պետք է բանանի ազատի աթոռները, ինչը պետք է տեղի ունենա հունիսի 7-ին։ Այստեղ ուրիշ բան կա նաեւ։ 10,000 դրամը ինքնին շատ մեծ գումար չի։ Բայց ինքը հանդիսանում է թոշակի, միջինացված թոշակի 30%-ը գրողը տանի։ Մոտավորապես 30%-ը։ Թոշակը 30%-ով ավելացնելը դա տնտեսագիտական նոնսենս է, դա տնտեսագիտական անգրագիտություն է, դա տնտեսագիտական արկածախնդրություն է։ Դա չգիտեմ ինչ բառեր օգտագործեմ, միտեղ ավելի կոպիտ բառեր օգտագործեցի, բայց հիմա մի քիչ մեզ զուս պահենք էլի։ Հա, որովհետև եթե ես այսօր ստանում եմ թոշակ եւ այդ թոշակով ես կարող եմ գնել 10 կիլոգրամ երշիկ, դու իմ թոշակս ավելացնես 10,000 դրամով, որի արդյունքում 1-2 ամիս հետո ես կգնեմ 9 կիլոգրամ երշիկ, այդ ավելացնած չի իմաստուն է։ Այդ ձևի է լինելու, դա ակնհայտ է, որ այդ ձևի է լինելու։ Այդ ձևով թոշակը բարձրացնելը հավասարազորը փող տպելուն ուղղակի։ Փող տպելուն ասել ար ժողովուրդ ար, բայց գնողականությունը ընկնելու է սարսափելի եւ ուրիշ ծառայության գներել ավելանալու եւ արդյունքում ասենք մեր թոշակառուների վրա դրական ազդեցություն չի ունենալու։ Եվ այո, սա նախընտրական նպատակով ազդված։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է եկեղեցու դեմ արշավ էր սկսել, նույնիսկ կաթողիկոսի վրա քրեական գործ հարուցեց, որպեսզի չգնա եւ չմասնակցի եկեղեցական ժողովին, բայց վերջին շրջանում կարծես թե այդպես շատ աղմկահարույց ինչ-որ բաներ չի անում, հա, կապված եկեղեցու հետ։ Ինչ եք կարծում, ինչ ընթացք կունենա, կշարունակվի, թե հասկանալով, որ այսպես բախվել է ժողովրդի, այսպես ըմբոստությանը Նիկոլ Փաշինյանը կանգ կառնի։ Չէ, Նիկոլ Փաշինյանը երբեք կանգ չի առնում, ինքը կվերադառնա այդ թեմային, երևի թե ընտրություններից հետո, որովհետև իրան գտնվում է, թե այս պահվածքը խանգարում է իրան։ Կարող է պատերազմի քարոզարշավի մաս է, այսպես ասած, այս լռությունը։ Հա, լռությունը երևի թե ձևի մասակած, որովհետև ըստ էության իր բոլոր հարձակումները երևի մի 5-6 հատ ալիք եղավ հարձակումների, արդյունք չհասավ եւ այն հայտի Սաղմոսը, որ ինքը կարդաց մի տարի առաջ, որ դիմում է բանին, Աստվածին, երևի թե որ փշրի նրանց ատամները բաման, իր ատամները փշրվեցին, ըստ էության եկեղեցու դեմ պայքարում, ես երջանիկ եմ, որ ես տեսա, ես ինքս որ հավատացել չեմ, մի քիչ նաև ուրիշ բան ունեմ, էլի վերաբերմունք ունեմ հոգեվորականների նկատմամբ ոչ շատ դրական, բայց փաստորեն ես տեսա եկեղեցու ուրիշ դեմքը, տեսա դեմքը, որ այդ ինստիտուտը 1700 տարվա ինստիտուտը մեր ինքնության, մեր հայ լինելու ամենակարևոր հենասյուններից մեկն է, եթե ոչ ամենակարևոր հենասյունը։ Այդ իմաստով ես շատ ուրախ եմ, որ այդ հարվածներին եկեղեցին դիմացավ եւ այլնուհանդերձ չմասնատվեց։ Նիկոլ Փաշինյանի արած գործունեության մեջ կար նաև դրական կողմ, չպետք է դա բացառենք, որ իր արածի շնորհիվ բացահայտվեցին մի քանի սողունները, որոնք դավաճանեցին, դա ամենտեղ այդ բաները կլինեն։
Պարոն Աղազարյան, շարունակելով հայ եկեղեցու թեման, Ալեն Սիմոնյանը վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հոգևորականներին անուններ չնշելով, բայց մեղադրել է մանկապղծության մեջ, նույն այս թեզը առաջ է տարել նաև մեկ այլ հարցազրույցում Վահագն Ալեքսանյանը, ԿՊԱ-կան պատգամավոր, սակայն այս մասով հոգևորականներին մեղադրանք առաջադրված չի, քրեական գործեր չկան հարուցված։ Ձեր գնահատմամբ չի ստացվում, որ Ալեն Սիմոնյանը եւ Վահագն Ալեքսանյանը իմանալով ինչ-որ հանցագործության մասին եւ թաքցնելով դրա մասին, հիմա իրենք եւս հանցագործություն են անում։ Ինչու այդ մասով չկան ինչ-որ գործեր հարուցված, վարույթներ հարուցված։ Այդ ձեռագիրը կա, այդ որ պայքարում եք քանի տարի է քրեական ենթամշակույթի դեմ, այդուհանդերձ մի կողմից պայքարում եք, մյուս կողմից մեկ այդ քրեական ենթամշակույթը սնում ենք, ասենք այդ ձևով խոսալը այսպես կոչված է, ասել բաներ ասածների համար երբեմն պատասխան չտալ, շատ տարածված է։ Վարչապետը խի հանցագործության մասին հաղորդում չասեց, որ բանը հեծը բոլորի ընտանիքներից գողություն է արել։ Ասեց հրապարակավ։ Դե բանի վարչապետը, եթե գիտի որ հեծը բոլորի ընտանիքներից գողություն է արել եւ չի ձեռնարկել որևէ բան միջոցառում, շնորհակալ ենք կամ հանցակիցը, կամ հանցագործությունը թաքցնող։ Ահա, մեկ, երկրորդ իմը դա արդեն իրաց մեջ են նոր ցույց է, ով ավելի այդպեսի բան կասի, որպեսզի ավելի ցույց տա, որ ինքը Նիկոլոտա, որ ավելի լավ տեղ ունենա արևի տակ։ Այդ տերմինը կա, խորհրդարանը հերմե ելույթ ունենում, ասենք թե Լևոն Մկրտչյանին համարում են բան, հանցագործ, ասենք առանց դատարանի դատաստանի, որ ինչ-որ բան ապօրինի դերբերած գույքի բռնագազման հետ կապված որ բան կա, ինչ-որ հրապարակում կա դատախազություն, դե դատարանի որոշումը չկա, իրենք արդեն ինձ են խոսում, ասում թե հանցագործի մասին խոստան։ Այդ տգեղ մշակույթը կա եւ դա բանը, չասեմ, ժողովուրդը թող գնահատի, որքանով է դա լուրջ, որքանով է անլուրջ։ Վերջերս այսպես հանրությանը կարելի է ասել շոկի ենթարկեց Աննա Հակոբյանի հայտարարությունը, տեսանյութը, որ իրենք բաժանվել են, շատ անձնական դաշտ չմտնելով, կարծիքներ կան, որ սա ուղղակի կեղծ, այսպես ասած, բաժանման մասին լուրերը հենց էլի կապված նախընտրական այս շրջանի հետ։ Դուք այս մասով ինչ եք մտածում։ Չէ, կեղծ չի, որովհետև Աննա Հակոբյանի մի նախադասությունը միայն ամեն ինչի մասին ասում էր սիրո հետ կապված, բայց ես չեմ ուզում ասեմ, բոլորիս սիրում եմ, որ դա ասելով չի, դա ապրելակերպ է, դա ոչ է, խոսում կյանքի բան է, մի մասն է, ասելով չի, ասենք դա ինքին նկատի ուներ Նիկոլ Փաշինյանին, որ կեղծ ժպիտով ամեն առավոտ բան է, սատիկանականում բոլորիս սիրում եմ եւ այլ։ Այդ նախադասությունը շատ վտանգավոր նախադասություն եւ շատ ցավեցնող վարչապետի համար եւ եթե դա ինչ-որ խաղի բացառություն լիներ, ապա այդ նախադասությունը հաստատ չէր հնչի։ Հետևաբար ես պնդում եմ, որ դա կեղծ չի եւ ամեն ինչը իրական է եւ դեպի բանը հոգնել է իրար, ես ասենք Նիկոլ Փաշինյանը հատկան հեշտ չի ասենք շփվել, բանանել, որովհետեւ ինքը սևեռվում է ինչ-որ գաղափարների վրա, էլ չի նայում, աչ, ձախ, ինչ կա, ինչ չի։ Եվ հիմա թվում է, թե դա շատ լավ է, որ սևեռվում է ինչ-որ գաղափարներ, ինչքան լավ ղեկավար է, որ նույնիսկ իր կնոջ հետ հարաբերություններ բանա։ Բա ուրիշ մեդալ ուրիշ երեսնել կա։ Ինչ ղեկավար, որ իր ընտանիքը չի կարող ղեկավարի, իսկ չգիտի իր տղան որտեղ է, ինչ անում, ինքը ոչ պիտի ամբողջ մեծ ընտանիքը ղեկավարի։ Այդ հարցն էլ կա, չէ՞։ Չէ, կարծում եմ, որ դա ամեն ինչը բանա անկեղծ է։ Խոսեցինք տարածաշրջանում լարվածության մասին, Իրանի դեմ պատերազմի մասին, ձեր կարծիքով կարող է Ադրբեջանը փորձել օգտվել այս լարվածությունից եւ Հայաստանի դեմ նոր էսկալացիայի գնալ։ Կարա լինի այդպես իրավիճակ, այսօր այդ բանը չկա, դա նախադրյալը չկա, բայց չի բացառում նաեւ դեպքերը ոնց կզարգանան, այդ Իրանի հետ կապված էս ագրեսիվ, անմարդկային, հակամարդկային, ասենք գործողությունների արդյունքում չի բացառվում դա, բայց ես ունես նախադրյալներ չեմ տեսնում։ Եվ պարոն Աղազարյան, ամփոփելով զրույցը, գաղտնիք չէ, որ դուք ունեք այսպես բանաձե, որով չափում եք թե ԿՊԱ-ականները, ով որքան Նիկոլ է, դեռ շարունակում եք այդ չափումները, այս նախընտրական շրջանում ով է ավելի շատ այսպես ակտիվություն ցուցաբերել, բարելավել դիրքերը, այսպես ասած։ Չէ, ահագին բան է, ասենք դե որոշակի շփումներ կան, չէ, ասենք որոշ գործընկերների հետ տարբեր ֆորմատներով լինում է շփումներ, բայց ես տեսա, որ շատերին դա նեղացնում է, դա բանա, տևական ժամանակ դադարեցրել ենք, էդի, որ հանկարծ որոշ դեպքերում եթե ասում ինչ-որ ազդեցություն ունենում, չէ, այս բան չունենք։ Շնորհակալ եմ պարոն Աղազարյան զրույցի համար։ Իմ հյուրն էր ազգային ժողովի պատգամավոր, Մասկ նախագահ Հովիկ Աղազարյանը։ Կհանդիպենք։